Տրակ ընտրություններ են եղել։ Եթե փողոցային շարժում սկսվի, մարդիկ դուրս գան փողոց։ Անպայման։ Պետք է որ դուրս գան, պետք է։ Ինչ կփոխվի դրանով արտարարը։ Իշխանություն։ Ընտրությունները արդար էին։ Ոչ։ Չէ, Կային կեղծիքներ։ ոչ թե կային, համարյա հաշի վրա որ մի 40%-ը կեղծիք ալը։ Փողոցային պայքարի եթե սկսվի, մարդիկ դուրս կգան պայքարի։ Դե մինուշ գործեր կա, մի հոգ կա, նա եթե չլինի, հա, չեմ ասում։ Փաշինյանին Բա ում ասեմ, իրան կողմից ամեն կեղծիքն է եղալ, ամենտեղ որտեղ այդ բաները թղթերը գրանցվալա, մեկը ասենք Կարապետյանի կամ թուղթը գցել են այդ ящիկի մեջ 10 հատ էլ պենից Փաշինյանի թղթերից դա կեղծիքներ է լրիվ կեղծիք է դա պիտի նորից ձայն տան ուրեմն 47%, Փաշինյանը որ վերցրել է այդ կեղծավոր կեղծիքներով 47%, ինքը կանգնեցրել է ասա հերիքա ուժե ինչ հերիքա ասма ես հաղթանակել եմ Հատի կեղծիքը տայա ժողովուրդն էլ լսել են այդ բառերը 47% դա չի համարվում դա պիտի լինի 55% Եղել են այսքան ասում են ուրեմն սուբան չեն ասում եթե 100-ից 90-ը 80-ը 70-ը չգիտեմ ինչքան սուտ լինի մնացածը ճիշտ կլինի թող կարգին շնորհքով խորհրդարանում աշխատեն մանդատները վերցնեն ու հանգիստ հայ ժողովրդի մասին մտածեն Հայաստանի մասին մտածեն ոչ թե իրանց հաթոռը պնդեցնեն նստի փողոց տվեք հետևի չի դրա մեջ առաջարկում եմ եթե մարդը չի գալի գործի հանեք գցեք դուս ընդհանրապես աշխատավարձ մի տվեք հետևի պետք է ոչ թե կանեն լալալու ինչ է խաղն անում